Շնորհակալություն, ես իմ հարցը ուղղում եմ պարոն Լագոդինսկիին, դուք նշել եք, որ վստահում եք Հայաստանի ժողովրդավարությանը, մենք վստահում ենք ձեր երկրին եւ մենք վստահում ենք ձեր կառավարությանը, սա ձեր խոսքերն է, դուք չեք կարծում, որ ժողովրդավարության ուղին ընտրած Հայաստանը ինչ որ առումով բռնատիրական երկրների հետ պայքարում մնացել է միայնակ կամ ոչ բավարար չափով է ժողովրդավար Եվրոպայից աջակցություն ստանում, մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության առումով, որովհետև հայտնի է, որ Ադրբեջանում դեռ շարունակում են պահվել հայ գերիները, ազգությամբ հայեր եւ մենք բավարար չափով կարծեք թե չենք տեսնում Եվրոպայի կողմից աջակցություն ճնշումներ նրանց վերադարձի հետ կապված, եթե կա լրացուցիչ բան, որ մենք չգիտենք, կխնդրեմ ասել, եւ եւս մեկ այլ հարց կրկին ժողովրդավարության հետ կապված, հայաստանյան ընդդիմությունը նշում է, որ Հայաստանը այնքան էլ ժողովրդավար չեն, կան քաղաքական հայացքների համար բանտարկված քաղաքական գործիչներ, այս մասով դուք խնդիր տեսնում եք թե ոչ։ Thank you very much for your questions and I would like to separate them. Շնորհակալություն հարցի համար։ Ցանկանում եմ այն բաժանել երկու մասի։ Առաջինը ռազմագերիները, պատանդները, որոնք պահվում են Ադրբեջանում։ Շատ հստակ է, մենք որպես Եվրախորհրդարան բազմաթիվ առիթներով հստակեցրել ենք։ Սա մեր դիրքորոշման մասն է, մեր բանաձևերի մասն է։ Մենք ցանկանում ենք, որ նրանք ազատ լինեն։ Դա մեր օրակարգի մասն է տարածաշրջանում։ Մենք նաև ակնկալում ենք, որ հանձնաժողովը եւ Եվրամիության արտաքին ծառայությունները կլինեն ավելի ակտիվ։ Դրանում մեր դիրքորոշումը երբեք չի փոխվել եւ շարունակվում է, կապված Հայաստանի ներքին իրավիճակի հետ։ Երբ մենք երեք անցկացնում էինք նստաշրջանը, մենք խորհրդարանի խոսնակի հետ դուրս եկանք լուսանկարվելու, բողոքի ակցիա էր իրականացվում խորհրդարանի դարպասների մոտ։ Ես մտածում էի, ինչ կլիներ, եթե նման բողոքի ակցիա լիներ այլ տեղում, եթե լիներ Ռուսաստանում կամ այլ երկրում այստեղից հեռու։ Չեմ կարծում որևէ մեկը կարողանար ազատության մեջ լինել ցույցի հետ կապված։ Ինձ համար անձնապես այս ցույցը նշան է բազմակարծության, այս հասարակության դինամիզմի, ինչպես նաև նրա, որ հասարակության մեջ կան ազատ տարածքներ, որոնք հարգվում են կառավարության կողմից։ Այդ տեսանկյունից ես վստահում եմ այս կառավարությանը, վստահում եմ այս վարչապետին։ Մենք նստել միասին նայել ենք միմյանց աչքերին։ Վստահությունը չի նշանակում ոչ քննադատությանը։ Մենք մոնիթորինգ ենք անում իրավիճակը, նայում ու դիտում։ Հայտնի արտահայտությունը Դավերիայի նոպրավիրիայի գործում է նաև այստեղ, բայց դուք պետք է ունենաք վստահություն եւ վստահեք։ Ես գիտեմ, թե ինչ շարժում է այս իշխանությանը բերել, այդ թվում քաղաքասարակության շատ գործընկերներ, ում հետ աշխատել են։ Ես գիտեմ, որ այդ գործընկերները մի փոքր քննադատում են ինչ է տեղի ունենում, բայց նաև գիտեմ, որ իրավիճակը բարդ է։ Կա շատ արտաքին միջամտություն այս երկրում, ինչպես անդամ այլ երկրներում։ Այս վստահությունը հավանաբար հիմք է ազնվության։ Երբ մենք ազնիվ ենք, նայում ենք տարբեր ասպեկտներն ու խնդիրները։ Շատ մարդիկ կան Եվրամիությունում, որ կասեն Եվրամիության երկրները եւս ունեն խնդիրներ ժողովրդավարության հետ կապված։ Ազնիվ քննարկումը հիմնված է վստահության վրա, որի վրա էլ հենված է Եվրանեստը։